Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-յան ձեռքով սրտիկներ է ցույց տալիս, դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անել է։ Այդ իր սրտիկը թող իր Աննային անի, մեր Մարչյանի սրտիկները։ Դա շատ տհաճ բան է, տգեղ բան է։ Ղեկավարը նման բան ո՞նց է իրան թույլ տալի։ Ոնց է իրան թույլ տալի, չի կարելի։ Սրտիկը որն է, դու կարաս քո կնոջը սրտիկ անես, քո ընտանիքին անես, քո քույրիկին անես, բայց ամբողջ Հայաստանին սրտիկները որն է, որ սոված մեռեք, հա։ Դա ինչ դա ամոթել է, ամոթ։ Երաշք ուտելով մանգա, ընկած փողոցները ինչ ասեմ, ամոթ է, Վարշապետը սաղորը ստեղ ընդեղ է, դա երբ է իր կաբինետում նստում աշխատում, ես չեմ հասկանում։ Ոչ մի կերպ, ոչ մի ձևով։ Ես չեմ էլ նայում իր սրտիկա ցույց տալիս, ինչա ցույց տալիս։ Вообще, որ ինքը սկսում է խոսել, ես փոխում ալիքը։ Ճիշտն ասած ինքը մի քիչ թիթիզ բաներ ունի, ես նկատել եմ, չէ, վայել չի, ինքը պետք է այտենց է որ թուրքի ատամները հաշվել է։ Էդ էլ բայց եմ ասում էլի, էդ եմ նոր ինչ էի ասում, ինքը այնքան թույլ է, ինքը այնքան հզոր չի, ինքը շատ թույլ է։ Կնգանից էլ բաժանվա, որ Էլածը մնա կնգան, այդ բաժանությունը մի բան էլ ասեմ, ֆիկտինվի է, ոչ մեկից թող չխափի։ Պրոստո բաժանվա, որ վաղը միսով պետությունը չասի, ինքը հանկարծ չընտրվի, պետությունը չասի, այսքան բան ունեիր, արի բերես որ դուց քեզի, ես քեզ ասեմ, հենց իր Էլածը ուզեց պահպանի, բայց դա սուտ է, ես չեմ հավատում նա բաժանում։ Ինքը իր բանը պահելու համար այդ ինչ որ ունի հիմա ստեղծել այն վաղ չուներ ինքը ես տեսել եմ իր տունել, իր տորթն էլ, իր գնգա մազերն էլ բզբզված ոնց որ բան նստած էր հավի այն բաները հիմա իրանք չես տենում հակուկ կապ ասում բանով էր վեկալ այդպես բան չկա գոյություն չունի ուղղակի ուզում եմ ասեմ այդ բաժանությունը ֆիկտինվի է կներես բայց դա կապիկություն է էդի լուբո է երեխեները կջոգի ոչ սուտ է Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-յան սրտիկներ է անում, ում համար են այս սրտիկները։ Իհարկե ադրբեջանցիների համար։ Իհարկե ադրբեջանցիների համար եւ թուրքերի համար։ Նա հային չի վերաբերում։ Այդ սրտիկները բացառապես կապ չունեն հայ ժողովրդի հետ։ Իսկ դա իշխանությանը վայել պահված, կա իշխանավորին վայել պահված։ Ոչ, ընդհանրապես ես այն առաջի օրվանից երբ որ Փաշինյանը մտավ կառավարական շենք եւ սկսեց ցուցադրական ձևով ցուցադրել են սենյակները եւ պալատները, որոնք որին ես ասեցի որ ես ինքս իմ մեջ ասեցի որ սա չտես գյորմամիշա։ Ոնց են ասում ժողովրդական ասվածքը տեսածինը պատից կախ, չտեսինը ճակտից կախ։ Ես ասեցի որ սա լուրջ մարդ չի եւ միևնույն ժամանակ նշեմ իր հայրն էլ ռուս լարագրողը որ հարց տվեց իրան ինքը ասեց ինքը այդ ունակությունները այդ գրթությունը չունի որ կարա Հայաստան ղեկավարի դրեք ուրիշի